Գավառի Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան հիմնանորոգումն ավարտվել է 31.516.000 դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով շինարարությունը սկսվել էր 2020 թվականին, հիմնանորոգվել էր մշակույթի տան մի հատվածը, 2021-ին պետությունն ու համայնքը համատեղ իրականացրին մյուս հատվածի կապիտալ վերանորոգումը, որն արժեցավ 110 միլիոն դրամ։ Պահպանվել է նաև դահլիճը իր 500 նստատեղով և արդյունքում մենք ունենք գեր ժամանակակից լուսավորությամբ ձայնով հագեցած մշակույթի տուն, որտեղ ինչպես մեր քաղաքային, մարզային, այնպես էլ հանրապետական ցանկացած միջոցառում մենք կարող ենք ընդունել, հյուրընկալել։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով 89.904.000 դրամ էր հատկացվել մշակույթի տան կահավորման համար։ Աշխատասենյակների գույքի ձեռքբերումից բացի տեղադրվել է նաև արտաքին էկրան, որի միջոցով բնակիչները կհետևեն մշակույթի տանն անցկացվող միջոցառումներին։ Շատ դեպքերում առաջանում է այս կամ այն գույքի անհրաժեշտությունը, կարիքը մենք փորձում ենք տարեկան կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներով լուծել նաև ընթացիկ խնդիրները։ Կարծում եմ ինքը իր ծանրաբեռվածությամբ պետք է աշխատի, հնարավորություն տա, որպեսզի մեր և համայնքում, և քաղաքում ակտիվանա մշակութային կյանքը։ Համայնքի խոշորացումից հետո արդեն երկրորդ մշակույթի տունն ենք բացել բնակավայրերում և յուրաքանչյուր մշակույթի տուն նաև ապահովում է որոշակի մշակութային ծառայություններ, այդ թվում կրթական։ Մշակույթի տանն էլեկտրաէներգիա մատակարարվում է արևային ֆոտովոլտային համակարգի միջոցով։ Այն ոչ միայն ամբողջությամբ բավարարում է հաստատության կարիքները, այլև սնուցում է հարակից 3 փողոցի լուսավորության ցանցը։ Խնայված գումարներն ուղղվելու են մշակույթի տան պահպանությանն ու ընթացիկ խնդիրների լուծմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Սալավերդյան, լուրերի համար։